Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media YouTube-յան ալիքում մեկնարկում ենք հերթական լրատվական օրը։ Տաղավարում աշխատում է Հարություն Մինասյանը։ Սկզբում միջազգային մեկ լուր։ My name is Kathy Thunberg. I'm a citizen of Sweden. If you are watching this video, I have been abducted and taken against my will by Israeli forces. Այս ուղերձը հրապարակվել է այսօր, երբ իսրայելական ուժերը կանգնեցրել էին դեպի Գազա ուղևորվող տասնյակ նավեր, որոնցում կային արտասահմանյան ակտիվիստներ եւ մարդասիրական բեռ։ Ֆլոտիլայի ուղիղ եթերներն արձանագրել են, թե ինչպես են զինվորները բարձրանում նավերի վրա, իսկ անձնակազմը բարձրացնում ձեռքերը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը եղել է նավախմբի ամենահայտնի մասնակիցը։ Պաշտոնական աղբյուրները պնդում են, որ բոլոր ուղևորները անվտանգ եւ խաղաղ տեղափոխվում են Իսրայել արտաքսման համար։ Ֆլոտիլան, որը մեկնարկել էր օգոստոսին, դարձել էր Գազայի շրջափակման դեմ պայքարի ամենահանրայիտ խորհրդանիշներից մեկը։ Այն ներառել էր ավելի քան 40 քաղաքացիական նավ տարբեր երկրներից, որոնցում շուրջ 500 падգամավորներ, իրավաբաններ եւ ակտիվիստներ էին։ Կազմակերպիչների տվյալներով բոլոր նավերը չէին կանգնեցվել, նրանցից որոշները ենթարկվել էին հրդեհ առաջացնող սարքերի հարվածների։ Իսրայելի գործողությունները մեծ բողոքի ալիք են առաջացրել տարբեր երկրներում։ Ցույցեր են մի շարք երկրներում՝ Իտալիայում, Հունաստանում, Արգենտինայում, Թուրքիայում եւ այլուր։ Մի շարք պետությունների ղեկավարներ խիստ քննադատել են միջադեպը։ Հարավաֆրիկան կոչ է արել ազատ արձակել ակտիվիստներին, որոնց թվում եղել է նաեւ Նելսոն Մանդելայի թոռը, հայտարարելով, որ նավերի կանգնեցումը միջազգային իրավունքի խախտում է։ Կոլումբիան անգամ հայտարարել է Իսրայելի դիվանագիտական ողջ անձնակազմի արտաքսման մասին, քանի որ ձերբակալվածների թվում կային նաեւ 2 կոլումբիացի։ Ֆլոտիլան նախատեսում էր այսօր առավոտյան հասնել Գազա, սակայն կանգնեցվել էր մոտ 70 ծովային մղոն հեռավորության վրա։ Իսրայելի նավատորմը նախազգուշացրել էր, որ նավախումբը մոտենում է ակտիվ մարտական գոտի եւ խախտում է օրինական շրջափակումը։ Մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ գտնվել են միջազգային ջրերում եւ որ Իսրայելի գործողությունները ապօրինի են։ Դեպքերի զարգացմանը հետևում ենք, նոր տվյալներ լինելու դեպքում անպայման կհաղորդենք, իսկ հիմա ամերիկյան լուրերի մասին։ Կալիֆոռնիայի վարորդական վկայականները եւ անձնագրային քարտերը ստացել են նոր տեսք ու նորագույն անվտանգության լուծումներ։ DMV հայտարարության համաձայն նոր դիզայնը համադրում է հակակեղծարարական մեխանիզմներ եւ Կալիֆոռնիայի բնության եզակի պատկերներ։ Քարտերի վրա կարտացոլվեն կարմիր ծառները, այսպես կոչված Redwood-ը, կակաչներ եւ ափամերձ գծեր ներկայացնելով ոսկե նահանգի գեղեցկությունը։ Նոր տարբերակում ավելացվել է թվային անվտանգության ստորագրություն հետնամասի բարկոդում, իսկ մագնիսական ժապավենը այլևս չի օգտագործվի։ Վերջին անգամ քարտերի դիզայնը թարմացվել էր 2010 թվականին, ապա 2018-ին Real ID-ի ներդրմամբ։ Ներկայիս վարորդական վկայականներն ու ID քարտերը կմնան ուժի մեջ մինչև դրանց ժամկետի ավարտը։ Նորանցված տարբերակի արժեքը չի տարբերվելու եւ կազմում է $45 վարորդական իրավունքի եւ $35 անձնագրային քարտի համար։ Երեկ երեկոյան Նյու Յորքի Լագվարդիա օդանավակայանում Delta Airlines-ի 2 ինքնաթիռ բախվել են կայանատեղիում։ Նախնական տվյալներով Flight 5155-ը, որը պատրաստվում էր մեկնել Վիրջինիա, իր թևով հարվածել է Flight 5047-ի սկզբնամասին, որը հենց նոր էր ժամանել Հյուսիսային Կարոլինայի Շարլոթից։ Delta միջադեպը որակել է որպես ցածր արագությամբ բախում։ Մի ինքնաթիռում եղել է 32 մարդ, մյուսում 61 բոլոր ուղևորները դուրս են բերվել, տեղափոխվել տերմինալ, որտեղ նրանց տրամադրվել են հյուրանոցային սենյակներ, սնունդ եւ հաջորդ օրվա տոմսերի վերագրանցում։ Լոս Անջելեսում ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով մի քանի բնակիչներ հայտնվել էին թակարդում եւ նրանց անհրաժեշտ էր անապահ փրկարարական օգնություն։ Հրդեհը սկսվել է 3 գիշերը ժամը 23:45-ի սահմաններում South Maple Avenue-ի 2600 թաղամասում գտնվող երկհարկանի բնակարանում։ Ծխի ու կրակի առաջին օջախը ըստ նախնական տվյալների առաջացել է երկրորդ հարկի բնակարանում, որտեղից էլ արագ տարածվել է ամբողջ շենքով։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության արագ արձագանքն օգնել է բոլորին անվտանգ դուրս գալ։ Ըստ տեղեկությունների շենքից փրկվել է մինչև 6 մարդ, դեպքի վայրում տուժածները ստացել են բուժօգնություն, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Շենք վերադառնալու ժամկետները անհայտ են, իսկ հրդեհի պատճառները շարունակում են քննվել։ Եվ բնականաբար ԱՄՆ գլխավոր թեմայով Վաշինգտոնում այսօր էլ դեռևս շարունակվում է քաղաքական դիմակայությունը ԱՄՆ կառավարության փակման շուրջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի եւ հանրապետական ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով, մեղադրելով Սենատի դեմոկրատներին եւ հատկապես Չակ Շումերին, որ նրանք գիտակցաբար մերժել են մաքուր ֆինանսավորման փաթեթը։ Հանրապետականների խոսքով ներկայացուցիչների պալատը 2 շաբաթ առաջ հաստատել էր 24 էջանոց պարզ շարունակական որոշում, որը պետք է ապահովեր կառավարության
կառավարության աշխատանքը մինչև նոյեմբերի 21-ը, սակայն դեմոկրատները 3 անգամ մերժել են այն։ Խոսնակ Ջոնսոնը նշել է, որ դեմոկրատները նախընտրում են հարկ վճարող քաղաքացիների հաշվին առողջապահական ծառայություններ տրամադրել ապօրինի ներգաղթյալներին։ Կառավարության աշխատանքը շարունակելու փոխարեն նրանք զբաղված են չգիտես ինչով, այսպես է ասել խոսնակը։ Հանրապետական ղեկավարությունը հիմնականում նշել է, որ դեմոկրատների առաջարկը ներառում է շուրջ 1.5 տրիլիոն դոլարի ծախսեր, ներառյալ հանրային հեռարձակման ֆինանսավորում, կլիմական նախաձեռնություններ եւ հարկատուների հաշվին ներգաղթյալներին առողջապահություն տրամադրելու միջոցառումներ։ Նրանց մտման դա կհանգեցնի մոտ 200 միլիարդ դոլարի լրացուցիչ բեռի հարկատուների վրա։ Հանրապետականները հիշեցրել են, որ նախկինում դեմոկրատները բազմիցս աջակցել են նմանատիպ շարունակական որոշումներին։ Այս անգամ նրանք պարզապես ցանկանում են իրենց կուսակցության ծայրահեղ ձախ թևին հաջողանալու համար դեմ քվեարկել, հայտարարել է Ստիվ Սկալիսը։ Հանրապետականներն ընդգծել են, որ փակման հետևանքով վտանգի տակ են հայտնվել FEMA-ի ծառայությունները, սննդային օգնության ծրագրերը կանանց ու երեխաների համար, զինվորականների եւ դաշնայինների աշխատակիցների աշխատավարձերը։ Փակման տնտեսական հետևանքներն էլ կարող են խորանալ առաջիկա օրերին։ Ջոնսոնի խոսքով իրավիճակը կարելի է լուծել մեկ քայլով։ Սենատի դեմոկրատները պարզապես պետք է ընդունեն մաքուր ֆինանսավորման փաթեթը եւ կառավարությունը կվերաբացվի։ Միացյալ Նահանգների կառավարության փակումը դադարեցրել է ընդհանուր դաշնային տնտեսական տվյալների հոսքը մի շատ կարևոր փուլում, երբ տնտեսության շուրջ առկա է մեծ անորոշություն, սակայն եթե պատմությունը ինչ-որ բան ցույց է տալիս, ապա հենց փակումն է, որ քիչ հավանական է, որ երկարաժամկետ ազդեցություն կթողնի ԱՄՆ տնտեսության վրա։ Պատճառն այն է, որ նախորդ 20 կառավարական փակումները կարճատև են եղել, տևել են մոտ 1 շաբաթ կամ պակաս։ Դրանք լուրջ գլխացավանք են դաշնային ռեզերվի համար, հատկապես հիմա, երբ փորձում են հստակ պատկերացում ստանալ զբաղվածության եւ գնաճի վերաբերյալ։ Քանի դեռ կառավարությունը փակ է, նրանք չեն ստանա ամսական զբաղվածության հաշվետվությունը եւ այլ տվյալներ, ու ստիպված կլինեն հենվել մասնավոր հարցումների վրա, որոնք երբեմն համարվում են թերի եւ ոչ լիարժեք աղբյուր։ Ֆեդը արդեն նախորդ ամիս իջեցրել էր տոկոսադրույքները առաջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերից, մտահոգված լինելով աշխատաշուկայի վիճակով։ Ֆինանսական շուկաները գրեթե վստահ են, որ այս ամիս սպասվում է եւս մեկ տոկոսադրույքի իջեցում։ Միևնույն ժամանակ, թեև 100 հազարավոր դաշնային աշխատողներ արձակուրդում են եւ մի շարք ծառայություններ դադարեցված, պատմական փորձը ցույց է տալիս, որ հենց շատդաուններն են, որ մեծ վնաս չեն հասցնում տնտեսությանը, ամեն ինչ կախված է այն հանգամանքներից, որոնք ուղեկցում են այդ ժամանակահատվածը։ Վերջին խոշոր կառավարական փակումը թերևս տեղի է ունեցել դարձյալ Թրամփի պաշտոնավարման ժամկետում, դա առաջին ժամկետում էր 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար, տևել է 35 օր։ Այդ ընթացքում շուկան անկում էր ապրել մոտ 15%-ով, բայց կարճ ժամանակ անց վերականգնվել է եւ բարձրացել ավելի վեր։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է շուրջ 26 միլիարդ դոլարի դրամաշնորհներ տարբեր նահանգների համար։ Երեք դրա մասին խոսել ենք, որ 18 միլիարդը միայն վերաբերում էր Նյու Յորք նահանգին։ Հիմնականում Թրամփի քայլը ուղղված է եւ նախատեսված է դեմոկրատական կողմնորոշում ունեցող նահանգների համար։ Այս քայլը ըստ վերլուծաբանների ցույց է տալիս, որ Թրամփը պատրաստվում է օգտագործել կառավարության փակումը քաղաքական ընդդիմախոսներին թիրախավորելու եւ կոնգրեսին սահմանադրությամբ վերապահված 7 տրիլիոն դոլարի բյուջեի նկատմամբ վերահսկողությունը ընդլայնելու համար։ Սառեցված միջոցների մեծ մասը 18 միլիարդ դոլար, ինչպես նշեցի, վերաբերում է Նյու Յորքի տրանսպորտային ծրագրին։ Սա 1981-ից ի վեր արդեն 15-րդ կառավարական փակումն է։ Այն դադարեցրել է գիտական հետազոտությունները, ֆինանսական վերահսկողության գործընթացները, բնապահպանական մաքրման ծրագրերը եւ բազմաթիվ այլ պետական գործառույթներ։ Մոտ 750,000 աշխատողներ ուղարկվել են արձակուրդ առանց վարձատրության։ Մինչդեռ զինվորականները, սահմանապահները շարունակում են աշխատել առանց աշխատավարձի։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեք նախազգուշացրել է, որ երկարատև փակման դեպքում կառավարությունը կարող է եւ հարկադրված կարող է լինել աշխատակիցների իրական կրճատումներ իրականացնել։ Նախորդ փակումների ժամանակ նման քայլ չի եղել։ Քաղաքական հակասությունները սրվել են 2026 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ։ Դեմոկրատները կառավարման փակումը որակում են որպես շանտաժ եւ մեղադրում են Թրամփին այն շահարկելու մեջ կուսակցական նպատակներով։ Նրանք ընդգծում են, որ պատասխանատվությունը կրում են հանրապետականները, քանի որ վերահսկում են Վաշինգտոնի իշխանական լծակները։ Հանրապետականներն էլ հակադարձում են, որ դեմոկրատները ենթարկվում են կուսակցական ճնշումների, մերժելով այն նախագծերը, որոնք նախկինում աջակցվել են։ Լուծումը հնարավոր է, երբ կողմերը սկսեն վախենալ արդեն հանրային մեղադրանքների ճնշումից։ Միևնույն ժամանակ պետական որոշ կարևոր աշխատակիցներ նույնպես կարող են դեր ունենալ գործադուլներով կամ հիվանդության արձակուրդ վերցնելով, ինչը կխաթարի ծառայությունների որակը եւ կստիպի քաղաքական գործիչներին բանակցության գնալ։ Այս ժամի համար նախատեսել էի այսքանը, եղեք տեղեկացված USR Media-ի YouTube-յան ալիքի հետ։
Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, կհանդիպենք դեռևս այսօր, առողջ եղեք։